Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր աշխատանքային օր է, ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին տարբեր կասկածելի կերպարներ են հայտնվում, որոնք նրանք գրկում են, հետը լուսանկարվում, սեր խոստովանում։ Նախորդին լրագրողները մի դեպք էին բացահայտել. նույն կինը օրվա տարբեր ժամերին տարբեր հագուստներով մոտենում է Փաշինյանին, լուսանկարվում ինչ-որ տեքստ ասում։ Մենք մի քանի լուսանկարում տեսանք, որ նրան սատարողների թվում է նաև իրեն մոդել անվանող, բայց ոմանց կարծիքով հայտնի մասնագիտության տեր մի կին, Անիտա Հարությունյան անունով։ Պարզվում է, այս կինը շաբաթներ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Մոլի Նիկոլական այս կնոջ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով։ Այն բանի համար, որ նա 2025 թվականի նոյեմբերի 9-ին Legend Music Hall ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն է արել, ինչից հետո տեղափոխվել է ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ ըստ գործի նյութերի բռնություն է գործադրել ոստիկաններից մեկի նկատմամբ, հայհոյել եւ այլն։ Ուրեմն հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատում, որ շատ դեպքերում խոսացող գլուխներ այս կինն էլ հաճախ թիրախավորում են դիմադիրներին, արցախցիներին, ամենակեղտոտ բառապաշարով, այս նման վարքագիծ ունեցող մարդկանց հետևից, որ գնում ես, նայում ես, տեսնում ես հետևը քրեական գործ կա, եւ քրեական գործն է դրթում իրենց նման կերպ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Եվ ես բերեմ օրինակներ։ Մի գյումրեցի տղա Դավիթ Քալաշյան, եթե ազգանունը չեմ սխալում, շախմատիստեր եւ այսպես կեղտոտագույն կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, հիմա բանտում է։ Եվ ես պարզեցի, որ այդ պաշտպանության ընթացքում այդ քրեական գործը, դատական գործը գնում էր, եւ ըստ էության մարդը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելով փորձում էր խուսափել իրավական պատասխանատվությունից։ Մեկ այլ կերպար կա, իբր լրագրող ներկայացող Թերեզա Ասատրյան, որը էլի կեղտոտագույն կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի այդ շրջիկ կրկեսի անդամ էր այդ եկեղեցու դեմ հարձակումների ժամանակ եւ այդ կինն էլ հիմա կալանավորված է եւ էլի պարզեցի, հետաքրքրվեցի, պարզեցի, որ քրեական գործը կար այն ժամանակ, երբ որ ինքը այսպես մոլի դոշ էր տալիս Նիկոլ Փաշինյանի համար, շորթում էր Դավիթ Քալաշյանի դեպքում էլ խոսքը շորթման մասին է, մարդկանց համոզել է խաղադրույք անել, փող տալ իրեն, որ ինքը խաղադրույք անի շախմատային այս կամ այն խաղի վրա եւ մարդկանցից միլիոնավոր դրամներ է վերցրել, ըստ քրեական գործի։ Հիմա նույնն է այս կինը, բայց այս կինը ավելի զավեշտալի կերպար է, ուրեմն տարիներ առաջ, գիտեք ինձ համար որքան մերժելի է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, թրքահաճո, կոշիկներ լիզող, հա, նույնքան տհաճ է, որքան տհաճ է, սխալվեցի ասացի հաճելի է կարծեք, որքան տհաճ է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, այնքան տհաճ է նաև պսևդո հայրենասերների ուռա հայրենասիրական տեքստերը, գործողությունները։ Այս կինը, որ հիմա ծառայում է լիարժեքորեն Նիկոլ Փաշինյանին, տարիներ առաջ Ծիծեռնակաբերդում, հենց Հուշահամալիրի տարածքում այրել էր Ադրբեջանի դրոշը եւ այդ նկարները տարածվել էին, մի քանի լրատվամիջոց ոգևորվել էր, ես տեսա Facebook-յան էջերի գրառումներ, որ ահա իսկական մեր հերոս հայրենակցուհին վառեց Ադրբեջանի դրոշը, հիմա կեղտոտագույն կերպով ծառայում է Ադրբեջանի դրոշի առաջ խոնարհված Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինչևէ, այս մարդկանց պետք է հասկանալ, մարդիկ քրեական հետապնդումների տակ են եւ ցանկացած մեկը, որը բոլոր կարմիր գծերը հատելով Նիկոլ Փաշինյանը հետապնդում, պաշտպանում, գնացեք հետևից եւ կտեսնեք ինչ որ քրեական գործ, ինչ որ մութ պատմություն, որ իրենց դրթում է նման վարքագիծ դրսևորել, Նիկոլ Փաշինյանն էլ լի օգտագործում է նման մարդկանց, բայց վերջում չի մոռանում ավանդույթի համաձայն գցել բոլորին։ Փաստ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական շատ մեղմ ասած ջղաձիկ պահվածքը, երբ սկսեց գորգորալ իրեն մոտեցած եւ իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը, ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես երեք ողջ օրը նա ջղագռգռ էր, գորգոռում էր, սպառնում, վիրավորում աչուձախ։ Առիթ ունեցել ենք նշելու այդ հիմնական պատճառը, թե ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում։ Հիմա գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ պարտության հոտը սարսափեցնում է նրան,
ինչի արդյունքում նա կորցնում է ինքնատիրապետումը։ Իսկ երեք Փաշինյանը բացահայտ ատելության խոսք էր տարածում արցախցիների եւ ընդդիմադիրների հանդեպ։ Ավելին, նա ուղղակի հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին։ Եթե որևէ ընդդիմադիր նման հայտարարությունների 10%-ի չափով որևէ խոսք ասեր, անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնվեր եւ բերման կենթարկվեր, կալանքի կտարվեր։ Մյուս կողմից սա կարող է նպաստել հաշվեհարդարի մթնոլորտի իր ծանրագույն հետևանքներով, իսկ իրավապահներն առայժմ լռում են։ Ավելի ստույգ ոչ թե լռում են, այլ գործեր են հարուցում բոլոր նրանց վրա, ովքեր Փաշինյանին ու նրա ՔՊ-ի թանին թթու են ասում, օրինակ նույն դիմակավորների գործով, ինչի մասին Փաշինյանը երեք խոսում էր, Տաշիրում իբր քարոզչությունը խոչընդոտելու գործով եւ այլն, ու այդպես ամենօրյա ռեժիմով։ Գիտեք, այս մարդիկ այլևս չեն թաքցնում, որ իրենց թշնամին հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիներն են։ Երեք նաև նկատեցինք, չնայած դրանից մեկ օր առաջ էր եղել, բայց ակտիվորեն երեք էր տարածում Սուրեն Պապիկյանի մի խոսք, որը նա ասել է Տաշիրում, խոսքը հետևյալն էր. ճանապարհները բացեք, թե չէ ձեզ տրորելով կանցնենք։ Հենց գրված չէր Տաշիրում, մտածեցի երևի Սուրեն Պապիկյանը վերջը որոշել է սպարապետ դառնա ու ջերմուկի տարածքները գրաված ադրբեջանցիներն է այս կոչով դիմում։ Մի անգամից ասի մտնեմ, տեսնեմ վերջը, ես ինչ հաշիվ է, Պապիկյան Սուրիկը ադրբեջանցիներին սպառնում է, վերջում բարձվեց չէ, այս մարդը հայերին է սպառնում, ոնց կար Պապիկյան Սուրիկը ջերմուկը գրաված ադրբեջանցիներին ասել, հետ քաշվեք, թե չէ տրորելով ձեզ կանցնենք։ Դե ադրբեջանցիները հայեր ու հայաստանցիներ չեն, որ սրանք դուխ անեն, պատասխանեն։ Ի վերջո հայաստանցիներին, հայերին կարող են կալանավորել, ձերբակալել, հետապնդել, սպանել դատարաններում, դատարաններից դուրս, հոգեբուժարաններում, բայց բոլորիս կարող են այդ կարգավիճակում դնել այս մարդիկ, որ ճնշում բանեցնեն, հա, բայց ադրբեջանցիներով մենք չենք։ Ադրբեջանցիները սրանց համապատասխան տեղը կմտցնեն իրենց համապատասխան մի խոսքով հասկացաք։ Այնպես որ Պապիկյան Սուրիկը, սպարապետ Սուրիկը պատրաստվում է արշավել միայն հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների վրա։ Հույս չունենաք, թե նման կերպ երբևէ խոսի ադրբեջանցիների եւ Ադրբեջանի հետ։ Հրապարակ թերթը գրում է. ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որ սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, 2015-ին, երբ եղել է 25 տարեկան, աշխատել է Աղթամար տուր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար։ Նա տուրիստական խմբեր է ուղեկցել Արևմտյան Հայաստան, պատմել հայրենիքի կորսված մասին, ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտողականության մասին։ 2018 թվականին, երբ նա նշանակվեց Սփյուռքի նախարար, հրապարակված իր կենսագրության մեջ Աղթամար տուրում աշխատելու մասին հիշատակում կար, իսկ այժմ Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը եւ այնտեղից հեռացրել անցանկալի դրվագները, այդ թվում գիդ աշխատելու վերաբերյալ հիշատակումը։ Ես զարմանում եմ ինչու է այս տղան բան արել, հեռացրել։ Ես հիշում եմ, մենք էլ այդ խմբերից մեկում գնացել ենք Արևմտյան Հայաստան, գիդի աշխատանքը շատ հարգարժան աշխատանք է, բայց բանը օրինակ Մխիթար Հայրապետյանը փորձում էր ավելին ծառայել, քան անգամ սովորական գիդեր անել ավելին, որպեսզի մի երկու կոպեկ իրեն ավել տան, այնպես որ կարծում գոնե գնացող հարյուրավոր մարդիկ հիշում են Մխիթար Հայրապետյանին, կենսագրությունից ջնջի թե չջնջի, դժվար է մոռանալ։ Հրապարակ թերթը գրում է, եւ միջև էդ էլ ասում, երբ որ ինքը կենսագրությունից ջնջում է, ուրեմն ինքն է այդ գիդի աշխատանքը ստորադասում, համարում է, որ դա արա դա իր հակով չի, էլի ինքը նախարար տղա, ոնց գրի, որ գիդա աշխատել ինչ որ պահի, բայց դա այդ կենսագրությունը եղել է։ Հրապարակ թերթը գրում է. Իջևանից մեզ տեղեկացրին, որ քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են Իջևանի ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբերի մոտակայքում, որ տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում շտաբեր։ Քրեական ոստիկանության աշխատողները հիմնականում Տավուշի մարզի բնակիչներ չեն եւ հույս ունեն, որ իրենց ճանաչողներ չեն լինի, բայց մարդիկ ճանաչել են։ Իջևանցիները վրդոված են, քրեական ոստիկանությունը փոխանակ հանցագործությունների բացահայտմամբ զբաղված է հանրությանը ահաբեկելով։ Գիտեք, ցավալի արձանագրում պետք է անել, Հայաստանում միշտ եղել են ինչ-որ վատ ավանդույթներ, նախկին իշխանությունների ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանն եկել ու դրանք կատարելագործել է։ Ոստիկանությունը միշտ էլ ծառայել է օրվա իշխանություններին, ոչ թե պետությանը,
եւ ելնելով օրվա իշխանավորից արդեն եթե օրվա իշխանավորը պետականամետ է եղել, ավելի շատ պետության շահով է հետաքրքրված եղել, ոստիկանությունը դրան է ծառայել։ Եթե անձնական շահերով է առաջնորդվել, ոստիկանությունը արդեն կոնկրետ ֆիզիկական անձի անձնական շահերով է առաջնորդվել ու այդ անձնական շահերն է սպասարկել։ Նիկոլ Փաշինյանը եկել է այլանդակել է ուղղակի, ոստիկանությունը սարքել է բութ գործիք Հայաստանի քաղաքացիների գլխին ու այդ բութ գործիքը վատագույն ձևով աշխատում է մեր բոլորիս դեմ։ Հրապարակ թերթը գրում է, որոշ տեղեկություններով ուրբաթ օրը Վանաձորում իրավապահները խուզարկություն ու ձերբակալություններ են արել ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակներում եւ այդ ուժի հետ փոխկապակցված անձանց պատկանող տարածքներում, այլև քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորների շրջանում։ Վանաձորում խոսում են, որ ԿՊ-ի սրտի քաղաքապետ Ական տակից աշխատում է Սամվել Կարապետյանի համար։ Ճշտի պանյատները թույլ չեն տալիս, որ նա Նիկոլ Փաշինյանի համար վիզ դնի։ Իշխանություններն էլ իմացել են ու որոշել են նրա հետ կապ ունեցող անձանց միջոցով ստուգել ու պարզել դա։ Թեև չի բացառում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական կասկածամտության դրսևորումն է, որը հիմքեր չունի, թե ինչ են պարզել այդ գործողությունների արդյունքում մեզ չհաջողվեց իմանալ։ Չկարողացան կապ հաստատել ԱԿ-ի հետ, սակայն մեզ ասացին, որ բոլոր ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել։ Չի բացառում, որ ընդամենը վախեցնելու համար են այդ օպերացիան արել, որ ԱԿ-ի պես ոչ այնքան յուրային համայնքապետերը չփորձեն տակից խաղեր տալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նախորդին հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղազարյանն է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նախորդին Եղազարյանը համալսարան է գնացել այդպիսի դեպքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։ Մենք տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում արկա բողոքներն ու ի վերջո ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։ Եվս մեկ մարդ, որը մոտիվացված կլինի օգնելու քաղաքացիական պայմանագրին ձայներ հավաքել։ Այս քրեական գործերը ընդհանրապես ֆանտաստիկ գործիք են դարձել Նիկոլ Փաշինյանի համար, հնարավոր բոլոր առիթներով հարուցում են քրեական գործեր եւ այդ քրեական գործերի ճնշման տակ մարդկանց ծառայեցնում են իրենց նպատակներին։ Փաստ օրաթերթը գրում է. Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օրորի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են ժողովրդավարությունից, ազատ ընտրություններից եւ օրինականությունից, իրականությունն ավելի ու ավելի հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։ Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի նախկին մի պարման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին իրավական լրջագույն հարցեր է առաջացնում։ Խոսքը ընտրական գործընթացի վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման եւ քաղաքացիների ազատ կամ արտահայտման սահմանափակման մասին է։ Խայտարակ միջադեպ էր, որի մասին է հրապարակում արեց Արման Թաթոյանը։ Միևնույն ժամանակ եղան լրատվամիջոցների կողմից բացահայտումներ, որ կոնկրետ դպրոցների տնօրեններ, աշխատակազմ հավաքարկված ձևով բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, երեխաներին են բերում, ընդ որում ուսումնական process-ի ընթացքում։ Եվ ինչ տեղի ունեցավ, պոպուլիստ Փաշինյանը, ստախոս, կեղծիքների տիրակալ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժողովրդավարության պատրանք ստեղծի, հայտարարեցին, որ այդ դպրոցի տնօրենները դիմում են, ազատման դիմումներ են գրել։ Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այդտեղ էլի կեղծիք չլիներ։ Կեղծիքը նրանում էր, որ ասում է դիմումները գրել են, բայց հələ մենք ուսումնասիրենք, գուցե այդ մարդիկ որևէ օրինախախտում չեն արել ու խնդիր չկա, որ իրենք շարունակեն պաշտոնավորել։ Այս կեղծիքների տիրակալը, այս դիմումները գրած, ազատման դիմումներ գրած տնօրեններին, այս իրավիճակում էլ օգտագործելու է, ստիպելու ավելի ջանասիրաբար օգնել իրեն վերարտադրվելու հարցում, սա մի բանի մասին է խոսում, գիտեք, այս վարքագիծը, այս ճղաձգումները, այս վարչական ռեսուրսի այլանդակ օգտագործումը ԿՊ-ում հասկացել են, որ իրենք պարտվում են, երեք էլ ու եթերի ընթացքում այս հարցը քննարկում ենք, որ քաղաքացիական պայմանագրում գիտեն, որ իրենք հաղթելու շանս չունեն։ Կա
հաղթանակ ձևակերպելու շանս դա ապօրինությունների կեղծիքների ճանապարհն է, եթե իհարկե վտանգավոր process-ներ չսկսեն դրանից, բայց դրանից ամեն դեպքում կարող են վտանգավոր process-ներ սկսել։ Փաշինյանենք նաև հասկանում են, որ իրենք կարող են հաղթանակի տպավորություն ստանալ նաև մի պարագայում, եթե ժողովրդին ապամոտիվացնեն, որպեսզի նրանք չգնան, ընդդիմադիր հատվածը չգնա ընտրության, որպեսզի տոկոսների վրա խաղան։ Այս պահին կարծեք, թե այդ աշխատանքն էլ դեռևս չի ստացվել գործը գլխի բերել։ Փաստ օրաթերթը գրում է. Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում ակտիվ հանդիպումների եւ աշխատանքային խորհրդակցությունների փուլում է։ Վերջին 1 ամսվա ընթացքում նա իր տանը ընդունում եւ հանդիպում է ոչ միայն իր կուսակցության անդամների, համակիրների, այլև քաղաքացիների տարբեր աշխատանքային խմբերի ձևաչափով ամենօրյա ռեժիմով տարբեր ոլորտի մասնագետների հետ աշխատում է մի շարք մասշտաբային ծրագրերի վրա։ Այսօր նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48